Նորից ուրախ եմ, նորից բարև ձեզ, նորից ուրախ եմ HR community-ի մեջ նորից խոսալու, իրականում քիչ առաջ ասում էի, որ այսքան sales-ի skills-ներ սորվեցնելով HR-ներին, վերջում կարծեմ ես էլ եմ HR դառնալու, անին շատ չի սիրում այդ գաղափարը, բայց դե մտածում եմ դրա մասին հիմա շատ լուրջ կարող է եւ ստացվի իմ մոտ։ Հետո տղա HR շատ չի կա Հայաստանում, uniqueness կստեղծենք մի հատ, ավելի արագ կվաճառվի իմ սերվիսները երևի։ Դա անիջան նորեն competition չենք լինում ցես, բայց տղա լինելով մենք կլինենք unique։ Շատ քիչ են տղաք հիմա HR ոլորտում։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, իրականում երկու բառ իմ մասին, ով որ ինձ չի ճանաչում, ես քանի որ չեմ տեսնում ձեզ, մի քանի ծանոթ դեմքեր տենց կամերային առջև ելնում են, բայց մնացածին չեմ տեսնում։ Անունս Բյուզանտ է, Մկրտիչյան, ես ծնվել եմ Բեյրութ, մեծացել եմ Բեյրութում, ապրել եմ Բեյրութում, դրանից հետո ապրել եմ Դուբայում 10 տարի, Դուբայ եւ արաբական երկրներ, աշխատել եմ միշտ էլ վաճառքներում, բիզնեսի զարգացման ոլորտում, սկզբում եղել եմ luxury ոլորտում, այսինքն retail luxury-ում, հետո արդեն անցել եմ Հայաստան գալուց հետո, հաստատվելուց հետո անցել եմ IT ոլորտ, մասնավորապես e-commerce, Հայաստանում աշխատել եմ ամերիկյան company-ում որպես head of sales e-commerce company-ում, հետո աշխատել եմ Glovo-ում որպես կոմերցիոն տնօրեն, ինչպես նաև գործադիր տնօրեն, հետո աշխատել եմ Երևան City-ում որպես վերափոխման տնօրեն եւ այսօր արդեն ունեմ իմ company, որը կոչվում է Scale Up, Scale Up աշխատում է 2-3 ուղղությամբ, երևի շատ common ուղղությունը մեկը sales-ն է, sales outsourcing ենք անում տարբեր կոմպանիների համար, մենք առնում ենք պրոդուկտներ, վերավաճառում ենք, այսինքն company փոխարեն մենք ենք վաճառում եւ երկրորդ ուղղությունը digital transformation, e-commerce, business automation այդ ուղղությամբ ենք աշխատում։ Նաև ունենք դե տրեյնինգների կտորը, որ վերջերս Magnus HR-ի հետ միասին ստեղծել ենք նոր տրեյնինգ, որը որ եկող շաբաթ, եթե չեմ սխալվում, եկող շաբաթ հասկսվում, հետաքրքիր առաջին անգամ լալով Հայաստանում այդ թեմայով տրեյնինգ է կատարվում, որը մինչև հիմա չի եղել, բայց կարծում եմ, որ շատ հետաքրքիր է, նաև շատ օգտակար է, որտեղ բոլորս էլ մենք որ HR-ների հետ շփվում ենք իբր candidate-ներ, ոչ թե հիմա կվանման ընկերներ, մենք միշտ տեսնում ենք, որ խնդիրները կան, ինչ որ տեղեր, communication-ի, տարբեր մոտեցումների, որը որ իրականում նույնն էլ կա sales-ում կամ business development-ում։ Այսօր իրականում խոսալու եմ այդ մեր տրեյնինգի ամենագարջ բաժնի մասին, երևի նմուշի մասին, որը որ տրեյնինգում լինելու է երկար ժամերով եւ անդրադառնալու ենք նաեւ այս տեսակի թեմայի, բայց այսօր անդրադառնալու ենք այն փոքր բաժնին, որը որ նաեւ հետաքրքիր է հույսով եմ ցեզ համար։ Այսօր անդրադառնալու եմ կներեք ես սլայդ պատրաստել չգիտեմ, էսի իմ weakness-ներից է, so եթե ինչ-որ բաներ տեսնեք, որ վատ է, նկարներ, բաներ, սենց փոխված տեղեր, բաներ, ինձ մի մեղադրեք, շուտով հեսա ասիստենտ եմ ունենում, ինքը աշխատելու է այդ իմ սլայդները պատրաստելու վրա, խոստանում եմ, որ ավելի լավ սլայդներ կունենամ շուտով։ Այսօր իրականում presentation-ը անգլերենով եմ պատրաստել, բայց ես հայերեն եմ խոսալու, ոնց տեսնում եք, խոսալու եմ sales-ը HR-ում, խոսալու եմ recruiter-ների վաճառքը position-ների, ինչպես կարող են վաճառել position-ները, խոսալու եմ նաև ինչպես կարելի է լավ հարաբերություններ հիմնել candidate-ների, թեկնածուների հետ, որը ստեղծում է վստահություն եւ անշուշտ ընդունում այդ առաջարկի եւ վերջում անդրադառնալու եմ մի հաջողած case-ի եւ երկու ցախողված pitch case-երի, այսինքն ոնց է HR-ը pitch արել եւ այդ case-ը ցախողվել է, որովհետեւ candidate-ը դե մեր ցախողության էլ արդյունքը candidate-ը չի ընդունել առաջարկը։ Եթե մինչև հիմա անհասկանալի բան կա մանավանդ բառաբաշարի մեջ, ասեք, խնդրեմ, եթե չէ, արդեն շարունակեմ նորմալ։ Դե ցայն չի գա, ուրեմն նորմալ է, ես տենց եմ հասկանում միշտ։ Անցնենք։
Վաճառք, վաճառք, վաճառքը սեյլզում, ընդհանրապես ով կա, եթե մեկը կա, որ կարա ուրախությամբ կլսեմ, իմ Magnus HR-ի տրեյնինգների մասնակցած անցիկ գիտեն այս հարցումը, ես տվել եմ այս հարցը իրանց, եթե ուրիշ մարդիկ կան, ուրախ կլինեմ ձեզ լսեմ, սահմանեք վաճառքը, մի հատ էլ մեր կոշիկի մեջ դրվեք, ասեք տեսնենք ինչա վաճառքը։ Եթե քրում եք, ասեք, որ ես նայեմ։ Եթե չէ, ուրեմն, Դեռևս չունենք պատասխաններ, հա, բայց հուսամ ավելի ակտիվ կլինենք շուտով։ եթե չի պատասխանեք, չեմ շարունակի այսօր։ Մի հոգի կարա պատասխանի, մի հոգից ավել արդեն չեմ ընդունելու։ Ես կփորձեմ պատասխանել։ Ինձ լավ եք լսում։ Ահա, այո, պատասխաններ ունեմ նաև բանում, շատ լավ, այո, ասեք, սեր անունը հիմա լսում եմ, բայց չեմ տեսնում, ետ, հա, Սիրարպի, շատ լավ, շատ Հա, լավ։ ես Սիրարփին եմ, տեխնիկական հավաքագրման մասնագետ եմ, մոտ 4 տարուց ավել։ Կարող եմ definition այսպես ասած տամ, բայց կարող է մի քիչ աղավաղված լինի, Հա, ոչ մի բայց խնդիր։ քանի որ պետք է պատասխանել, պատասխանում եմ։ Ես Բ- հասկանում եմ բ- այսպես, քանի Բոլորին համար էլ ես ասեմ, որ մի հատ բան ունենք, մարդ կա, որ ձեր համար զոհվեցավ հիմա, որ ինքը պատասխան տա, որ շարունակեմ ես այս վեբինարը, թե չէի շարունակելու, այո, Սիրարպի ջան, ասեք։ Okay. Եթե ասենց բառացի նկարագրեմ, երբեք այս հարցին ինչ չեմ տվել, հիմա որ դուք տվեցիք, մի փակ գլխումս խառնվեց, փորձեմ մի քանի բառով ներկայացնել։ HR-ի վաճառքը ոչ միայն հենց HR սերվիսների մասին է խոսում, առաջին հերթին հա սերվիսների մասին, որ դու սերվիսները վաճառում ես մեկ այլ ընկերությանը, որպեսզի կարողանաս implement անես ընդհանուր HR համակարգը, իր տարբեր կտորներով, տարբեր ճյուղերով։ Դե իմ դեպքում, քանի որ ես շատ չեմ HR-ի մեջ, recruitment-ն եմ պատկերացնում, ու բավականին ինձ թվում է լավ եմ, ինչ որ չափով լավ եմ հասկանում, ինչ է նշանակում recruitment-ով վաճառել։ Այս դեպքում արդեն ես իմ փորձից ասեմ թեկնածուներին, ոչ թե ինչ որ մեկ այլ ընկերություններին, product ընկերություններին, այլ կոնկրետ թեկնածուին։ Վաճառել, հա, իրենց սերվիսները, այսինքն թե ինչպես կարող են ընկերությունը ավելի լավը դարձնել, տարբեր կտորներով, կլինի դա մշակութային, կլինի աշխատողի գնահատման մասով, կլինի, չգիտեմ, ինչ որ նոր process-ների իմպլեմենտացիայի հետ կապված, զենց մի քանի բառով շատ խառը աղավաղված պատասխանեցի, բայց ենթադրում եմ, որ դուք ավելի սիրուն կողիկ զենց կսարքեք կասեք մեզ։ Իրականում շատ շնորհակալ եմ, որ նախ մասնակցեցիք։ Տեսեք, ես նախ բանի վաճառքի հետ կապված հարցում ընդհանուր վաճառքի մասին է, որտեղ մենք հետո կապելու ենք նաև ինչպես կարող է այս վաճառքը համընկնի նաև sales-ին, բանի HR-ի ոլորտում։ Պատասխանները, որ գրված էին, այո, եթե այսօր հիմա ChatGPT-ին հարցնենք վաճառքը ինչ է նշանակում, այս քրողների պատասխանները երևալու են այնտեղ, աջախորդի կարիքի բավարարում, թիմացինին, որ դա նրան պետք է, այսինքն պետք կարիքի ստեղծում, այդ ամեն ինչը, այո, ChatGPT-ին ասելու է, որ ճիշտ է։ Ես սահմանում եմ վաճառքը մի երկու այլ բառերով։ Ես սահմանում եմ վաճառքը երկու կողմերի, տարբեր կողմերի միջև փոխշահավետ պայմանի արդյունքում ստեղծված պայմանավորվածություն կամ գործարք։ Ինչի, քանի որ դուք ձեր կյանքում տեսնում եք, եթե HR եք նաև, չի կա տենց թեփք, որ մի կողմը շահում է։ Եթե մի կողմը շահում է, ինքը երկարաժամկետ չի մնում։ Եվ եթե տենց է լինում, այդ աստում է միանգամից այդ ամբողջ relationship-ի հարաբերությունների վրա։ Դրա համար պետք է միշտ երկու կողմերի համար փոխշահավետ ընթացք ունենա վաճառքի process-ը։ Նույնն էլ HR-ում, այսինքն candidate-ը եթե ինքն էլ շահավետ պայմանով, նաև ֆիրման, company-ն շահավետ պայմանով դուրս չի եկել, այդ արդեն խնդիր է եւ երկարաժամկետ ընթացքում խնդիրներ կարող առաջանալ։ Եվ ես տենց եմ սահմանում վաճառքի process-ը։ Իրականում վաճառքը, քանի որ այսօր HR-ի մասին ենք խոսում, այսօր անդրադառնում ենք միայն HR-ների կամ recruitment-ի ոլորտում, բայց իրականում որևէ մեկ ոլորտի մեջ որ մենք նայենք, վաճառքի skills-ները միշտ էլ մենք պետք ունենում ենք։ Կարիքը զգում ենք ամեն ոլորտներում։ Դա մարդը եղել է բժիշկ կամ
ամուսին կամ ամուսին մասնակցություն չի, բայց ինքը շատ լուրջ position է կյանքում, որը որ այդտեղ վաճառքի skills-ներ ունենալը շատ կարևոր է, մանավանդ բանակցության հմտություններ, որովհետև այնտեղ նաև բանակցություններ կա, այսինքն կյանքում մենք սկսում ենք բանակցել մեր երեխա եղած ժամանակվանից եւ այդ բանակցության skillները շատ կարևոր են վաճառքում էլ HR-ում էլ դրա համար ես ասում եմ վաճառքի skillերը, soft skillերը, փափուկ հմտությունները ամենտեղ կարիքը մենք զգում ենք։ Եվ դրանց ամենամեծակույն բաները, որ ես նշում եմ միշտ, մեկը հաղորդակցության հմտություններն են, որը որ իրականում միշտ էլ օգտագործում ենք ովևէ մեկ ոլորտում, մյուսը էմոցիոնալ բանը, էմոցիաների կառավարումը, որովհետև մենք մանավանդ ծեր ոլորտում եւ վաճառքում ինքը շատ է կրկնվում։ Երրորդը, որը ես շատ եմ նաեւ հիշում, time management-ն է HR-ի եւ վաճառողների, քանի որ երկուքն էլ իրենք stressful service ոլորտ են, այսինքն իրենք նենց բաներ են, որոնք որ ժամանակի առումով կարող են սահմանափակ լինել, օրինակ եթե դու գիտես որ գործողություն ես անելու, գիտես այսքան ժամ է տևելու, օրինակ եմ ասում, հիմա շատ բան մի արեք, բայց կա տենց դեպք, բայց երբ որ վաճառող ես կամ HR ես, դու ունես հստակ ժամանակի խնդիր եւ պետք է քո ժամանակը ճիշտ կառավարես։ Այսինքն ես 2-3 հատը տենց օրինակի համար ասացի, բայց մենք ունենք 8-10 հատ common ինչ որ բաներ, skiller, որոնք որ վաճառքում եւ HR-ում համընկնում են։ Օրինակ նաեւ resilience է, այսինքն resilience թիմատրել այն մերժումները, որ գալիս է միշտ candidate-ներից, company-ներից, այսինքն դուք մեջտեղը գտնվող ինչ որ մարմին եք, որը որ մի կողմից ձեր տնօրենությունը մերժելու է ինչ որ ավելորդ աշխատավարձ վճարի, ինչ որ benefit, ինչ որ բան, մյուս կողմից էլ աշխատողի տեխնազուն կարող է ձեզ մերժի ձեր առաջարկը, ձեր benefit-ները, ձեր աշխատավարձի առաջարկը, այդ ամեն ինչը հաշվի առնելով ես ասում եմ, որ շատ տեղեր մենք համընկնում ենք միասին։ Հարցեր կան ինչև էստեղ։ Եթե չկան, շարունակեմ։ Շատ լավ։ Անցնենք երկրորդ թեմային։ Ինչպես կարող են ռիկրուտերները վաճառել position-ը։ Նախ մեկը կարող ասի պետք է վաճառել կամ պետք է բարձրապես թողել, որ առաջարկը ընդունվի կամ չընդունվի։ Ես կարող եմ պատասխանել։ Ահա։ Իմ կարծիքով վստահ պետք է այստեղ վաճառքի հմտությունները, որովհետև նույն հաստիքը եղել է, որ միաժամանակ երկու ռիկրուտերներ կայացրել են պրակտիկայում եւ նույն տեխնազուն մեկի հետ համաձայնել է զրուցելու առաջ շարժվել, մյուսի հետ ոչ, այսինքն selling ներկայացնելը հաստիքը ու իր ոնց որ տեխնազույի ցավոտ կողմերը շեշտադրելը, որ այս հաստիքով դա կարող են փոխ լրացնել, միանշանակ արժի։ Այլ կարծիք ունեցող կա, որ պետք չի վաճառել position-ը։ Այսինքն մարդը կամ առաջարկը կընդունի կամ չի ընդունի։ Իրականում, եթե այլ կարծիք ես էլ չի ունենա, քանի որ ընդհանրապես մի քիչ խնդիր է, բայց կոմենտների մեջ կարդում եմ շատ հետաքրքիր բաներ, որը որ իրականում ճիշտ է։ Քիչ հետո անդրադառնալու եմ այդ թեմաներին, մի քանի հոգի գրել էր դրա մասին։ Այստեղ շատ բարձ ասվել է, որ հաստիկ վաճառելը կամ հաստիկ ասելը կամ ներկայացնելը միան մնում է այն շրջանակում, որ մենք ասենք candidate-ին, տեխնազույին, իր պարտականությունները եւ դրա դիմաց ինքի ինչա ստանում։ Ո՞վ է համաձայն այս ասացվածքի հետ։ Կարծում եմ բոլոր ռիկրուտերները համաձայն են սրա հետ։ Հա? Ես էլ բիդասեի կարողա չէ։ Ես սիրում եմ այս աչքերը, որ բացում է այստեղ։ Հեսա կտեսնենք ինչի համար ես հարցն է դրել, քանի որ իրականում ես համաձայն չեմ այս ասացվածքի հետ, ինչի։ Տեսեք, ինչին այստեղ մի քանի կետով ես նշել եմ եւ այստեղ շատ կարեւոր է այդ
position-ը վաճառելու ընթացքում դուք հասկանաք օրինակ, առաջինը մոտիվացիան է մարդուն։ Ոչ թե իրեն ներկայացնեք ծեր ունեցածը, այլ հասկանաք, հարց տակ, ինքը ինչն է իրեն կյանքում մոտիվացնում կամ ինչն է այս ոլորտում իրեն մոտիվացնում, որ ինքը այս ոլորտում է աշխատում, չէ՞։ Այդ շատ կարևոր է հասկանալ, ոչ թե միայն վաճառել, այլ հասկանալ այդ մարդուն ինչն է մոտիվացնում ամենաշատ, կարող է իրեն մոտիվացնում է օրինակ, եթե ինձ մեկը հարցնի, ինձ մոտիվացնում է ոչ թե աշխատավարձը, այլ ինձ մոտիվացնում է բանը, work-life balance-ը, եթե այդ ինձ ինչ որ company դա, ես այդ ուրախությամբ կընդունեմ, քանի որ մանավանդ senior այստեղ HR-ները կարան հաստատեն, որ երբ որ senior մագարտակի աշխատող եք վերցնում աշխատանքի, իրեն համար փողը միայն հետաքրքիր բաժինը չի, այսինքն իրեն համար մոտիվացնող բաժինը միայն փողը չի, ինքը նաև փնտրում է այլ benefit-ներ, որը որ ինքը իր կյանքը դրանով ավելի ուրախ է մնալու եւ դրա համար ինքը ընտրում է ինչ որ company եւ նախընտրում է ինչ որ company մյուսի վրա։ Երկրորդ օրինակ մենք էլ ենք օգտագործում sales-ում unique selling proposition, ինչ է այն մեկ կամ երկու հավելյալ բանը կամ unique բանը, հadoop բանը, որ օգնում է տարբերել ծեր ընկերությունը այլ ընկերությունից, քանի որ այսօր եթե մեկը աշխատանք կա ման գալիս, ինքը մի տեղում չի ման գալիս, չէ, ինքը հա նախընտրություններ ունի, բայց հաստատ որ ինքը նայում է տարբեր option-ներ, որ ինքը ընտրի ինչ որ մի option։ Դրա համար շատ կարևոր է, օրինակ, եթե օրինակ ինձ մի հատ company, ես օրինակներ շատ եմ տալիս իմ կյանքից, քանի որ շատ է եղել դեպքեր, մի հատ company ինձ ասում էր, որ դու եթե մեր offer-ը ընդունես, քո direct manager-ը լինելու է CEO-ն, այսինքն դու direct այդ մարդու հետ mentorship անելու քեզ բան։ Հիմա դա լավ եւ վատ կողմեր ունի, բայց ամեն դեպքում ինքը իբր benefit էր ներկայացնում, այսինքն դու նախ այդքան senior մարդ ես, քո դնորենը լինելու է CEO-ն եւ ինքը քեզ սովորացնելու է իր մոդեցումները բիզնեսի հանդեպ։ Դա օրինակ unique selling proposition-ը, եթե մեկը senior մարդ է եւ թիմում աշխատանքի, օրինակ եմ ասում։ Կամ օրինակ մեկը սիրում է ինչ որ gym benefit ունենալ։ Իրեն համար salary-ն արդեն երկրորդական արելում, եթե իրեն ասես, օրինակ մենք քեզ տալիս ենք նաև Հայաստանի ամենալավ gym-երից մեկի մեջ membership տարեկան։ Ինքդ կարող է դրանից ավելի դրա համար շատ կարևոր է հարցնել նաև իր մոտիվացիան ինչ է դրա համեմատ կամ եթե դուք գիտեք արդեն ձեր ֆիրմայում ամենահետաքրքիր միակ առավելությունը կամ երկու առավելությունները, որոնք որ ունեք ձեր մրցակից կոմպանիների հետ համեմատած կամ այլ կոմպանիների հետ համեմատած։ Երրորդ ամենակարևոր կետերից մեկը կարիերայի աճ։ Այսօր մարդիկ երբեմն կարիերա են փոխում, բարձրապես քանի որ իրենք չեն գտնում իրենց աճը այն նույն կոմպանիում, որ իրենք աշխատում են։ Եվ դա նշելը իմ կարծիքով առավելություններից մեկը կարա լինի, որ candidate-ը տեխնացուն ընդունի այդ առաջարկը։ Աճը շատ ամենակարևոր դեպքերից մեկն է, որ մարդիկ շատ են նախընտրում այդ աճը տեսնեն իրենց կարիերայի ընթացքում սկզբից։ Այսինքն տեսնեն կոնե որտեղ են հասնելու։ Անպայման տեխնացուի եւ կորձի կապը իրար հետ ստեղծեք։ Այսինքն highlight արեք այն, որ եթե մարդը սիրում է, օրինակ մարդիկ կան, իրենք սիրում են team management։ Եթե ռոլի մեջ team management կա, դա highlight արեք, նույնիսկ եթե ինքը 3 հոգի է manage անելու։ Highlight արեք, որ դուք այստեղ կարաք զարգացնեք այդ ձեր skills-երը, որ հետո օգնելու է ցեզ ավելի մեծ թիմեր ղեկավարելու։ Քանի որ մարդը տեսնում եք, որ իր մոտիվացիան team management-ն է, ինքը սիրում է այդ ամեն ինչը։ Մարդը չի սիրում։ Հասկանալուց հետո մարդու մոտիվացիան դուք կարող եք նաև ստեղծեք gap connection and role-ի եւ candidate-ի ունեցած skill-երի մեջ։ Benefit-ներ եւ աշխատավարձ։ Շատ կարևոր կետ է։ Մի անգամ անիենց ինչ որ մի խումբի տրեյնինգ է անում, անցաչափած էր կարծեմ։ Այնտեղ շատ դրա վրա շեշտեցի, քանի որ case-ը դվեր էի, որ իրենք բան անեն, բանակցեն, ներկայացնեն, այդտեղ այդ դրա մասին անդրադարձա։ Ինչպես կարող եք benefit-ները եւ salary-ին իրար հետ կապել։ Օրինակ Դուբայ որ գնաք կամ ուրիշ արտերկիր որ գնաք աշխատելու, իրենք ցես ասում են, «Այս փաթեթն ենք մենք ցես տալիս»։ Փաթեթի մեջ մտնում են համ
salary, համ աշխատավարձ, համ բան, benefit-ներ։ Ինչու՞, քանի որ երբեմն կանդիդատները չեն հաշվում, որ այդ benefit-ները եթե ինքը հաշվի, օրինակ եթե ինքը դրափով է դար, իր աշխատավարձին վրա $1000 պիտի առներ ինքը։ Օրինակ, բայց այդ դեպքում, որ իրեն արդեն նվեր են տալիս այդ ամեն ինչի, կարող են $1000 քիչ տալ, բայց մարդիկ չեն կարողանում այդ հաշվեն, քանի եթե basic need-ա, օրինակ ինչ գիտեմ, մարդը եթե gym-ա գնում, եթե իր gym-ը մեկը փակում է, կամ օրինակ եթե դուրս եք գնում աշխատելու, դուք դուն ունենալու եք, չէ՞ ապրելու համար։ Իրենք ցես դուն են տալիս։ Ինչի են դուն տալիս, քանի որ ինքը կարող է շատ լավ ռեյթեր է արդեն ստացել այդ դուների դիմաց։ Եվ դրա համեմատ ինքը քեզ տալիս է փաթեթ, որի ընթացքում դու ոչ թե միան աշխատավարձ ես ստանում, այլ նաև ստանում ես benefit-ների փաթեթ, որի ընթացքում դու կարաս օգտվես քո աշխատանքի այդ հատվածում, որ իրենց մոտ աշխատում ես։ Էս էլ է շատ կարևոր, որ մարդիկ հասկանան իրենք ինչ benefit-ներ ունեն աշխատավարձի ցած։ Օրինակ insurance-ն է տենց բան, տարբեր benefit-ներ կան տարբեր կոմպանիներու մեջ, դա արդեն ընկերություններ իրենք են որոշում։ Belonging-ի կամ loyalty-ի պատմությունը ներկայացնել ճիշտ ձևով։ Օրինակ, եթե ձեր մոտ case է եղել, որ մարդը օրինակ Glovo-ում որ աշխատում էի, Glovo-ն շատ հպարտությամբ միշտ ներկայացնում էր, որ իրենց եւ իրական էր Glovo-ի head of operation, global head of operation-ը ինչ որ ժամանակ Glovo-ում եղել է courier։ Իսկ ինքը արագիչ է եղել Glovo-ում, ուսանող եղած ժամանակը։ Եվ սկսել է Իսպանիայում իբր արագիչ, ու սկսել է աճել, հասել է մինչև, այսինքն ինքը մեր ամբողջ աշխարհի դայրեկտորներ բանի operations-ի։ Եվ այդ Glovo-ն ամեն անգամ որ ինչ որ նոր կանդիդատ աշխատանքի էր թիմում եւ career growth-ի մասին էր հարցնում, Glovo-ն էդի բարդությամբ միշտ ներկայացնում էր։ Հիմա դրանից շատ case-եր կան, քանի որ մարդը կարող է ամենավարի level-ի չի սկսել, բայց ինչ որ տեղից եկել է, ինչ որ տեղ է հասել։ Եվ այդ շատ կարևոր է, որ կանդիդատները իմանան դրա մասին նախքան աշխատանքի ընդունվելը։ Վերածեք անհատականացրեք ձեր առաջարկները։ Այսինքն եթե մարդուն դուք կարող եք ասել, որ քանի որ դուք սիրում եք այս ինչը, մենք ցես տալիս ենք այս հնարավորությունը, մարդը զգում է, որ դուք իրեն հետևում եք, դուք իրեն հետ նորմալ ներկայացնում եք այն ինչը, որ ինքը ակնկալում է, քանի որ գիտեք, որ ինքը այդ բանը սիրում է։ Դրա համար անհատականացված, նույնն էլ մենք ենք օգտագործում հաճախորդի վրա։ Երբ որ մենք գիտենք հաճախորդը ինչ է ուզում, մենք իրեն շատ ճիշտ ձևով ներկայացնում ենք եւ իր այդ սիրած բանը ներկայացնելուց ինքը արագ որոշում է կայացնում։ Եվ վերջում մաքսիմալ թափանցիկ եղեք, քիչ առաջվա Անի գրածը կամ մի քանի օքի էր գրել էին, որ over վաճառք պետք չի անել։ Պետք է վաճառք անել այնքան, ինչքան որ պետք է։ Դրանից ավել անելը ինքը ստեղծում է շատ ավելի վատ մթնոլորտ եւ այդ մարդը հետո վաղտե ուշ իմանալու է դրա մասին եւ over բան ներկայացնելը դա միան վատություն անելու այդ կանդիդատին եւ ինքը երկար չի մնալու ձեր մոտ այդ հաստատ։ Մինչև այստեղ հարցեր։ Ես ինչ անկիստ լսարանը։ Ես դրա համար վեբինարներ Զան հարց չկա, բայց քանի կարամ խոսեմ մի բան ասեմ, էլի կներեք դասիան, բարև բոլորին, մի հատ միտք ասացի շատ լավներ, նայ սովորաբար HR-ների շատ են էլի ասում, նու մենք HR-ներից գիտենք անկախ մեզ ասում են թե չէ, որ բան արա ներկայացրու կարիերային աճի հնարավորությունները կենտրոնացի նրա վրա, թե մարդը որտեղ է զարգանալու, մի առաջարկի մի բան, որ իր համար career next step, etc. ու այդ որ ասացիր օրինակներ բեր, թե ոնց է growth-ը եղել, այս ամենա բանը, այս շատ լավ insight էր ու ինձ թվում է, մենք կարանք նաև մեր օրինակը բերենք, չէ՞։ Եթե օրինակ մենք loyal ենք ընկերությունում ու օրինակ ինչ-որ մի position-ից սկսել ենք, իսկ շատ powerful կլինի, որ HR-ը, ասենք, փոխանակսի, հա, մենք շատ մեր մոտ աճի հնարավորություններ կա, etc. երկար pitching text է, դրա փոխարեն ասի նա, ես քեզ մի օրինակ, մյուսն էլ օրինակ մեր operational director-ը։ Այս լավ insight էր էլի ու երևի կվստահեն քեզ, եթե դու sense real նստած, real person քո օրինակը կիսվում ես։ Անպայման, ես դրա համար եմ միշտ ասում, որ իրականում այդ кейսերը կիսելը, օրինակ social selling ենք մենք անում վաճառքում։ Այսինքն մենք ասում ենք, այսինչ բանկը մեր աջակողմն է։ Ինչի համար ասում ենք, քանի որ այդ բանկը լավ ռեպուտացիա ունի շուկայում, մենք ասում ենք էդի, որպեսզի վստահություն ներշնչենք այն նոր աջակողմին, որը որ նույն ոլորտից է, կամ
եթե մանավանդ Հայաստանի նման երկրում ենք ապրում, նախանցի արդյունքից ելնելով, որ բոլորը նայում են մյուսը ինչ է անում, Արևելյան դենց երկրներում իսկ թվում է դենց այդ պահը կա, մենակ Հայաստանը հա չի, post-soviet ու Հայաստան ասում արևել։ ենք Հա, Հայաստանը ասում եմ, քանի հիմա այստեղ ենք, բայց Դուբայում արաբական երկրներում իրենք շատ են սիրում կասես իհարկե ձեր կոնյակ մոտ, են, հա։ շատ Հա։ են սիրում արաբները։ Ես Այդ նույն կոչվում է social selling, հա, sorry, social proof ասենք, social այսինքն proof, հա, social հա, proof selling-ը ինքը իրականում, հա, որը որ հիմա վաճառքի դեպքում ինչ տարբերվում է, կախված ինչ ես վաճառում, բայց օրինակ մենք երբ որ jewelry ենք վաճառում արաբներին, ասում ենք իրենք ընտանիքների մեջ իրար խանդում են շատ, ասում են գիտեք իբր yani նյութի մեջ ենք բերում էդի, ասում են գիտեք ինչ երեք մորակրոջ աղջիկներ եկել, այս սեթը արավ, շատ հավանեց նույն սեթից մի 20 հոգի ես վաճառել եմ նույն ընտանիքից, այսինքն սրանք եթե մի հատ ինչ որ հարսանիքի գնային, նույն քոլիից բոլորը հագնելու էին, հա, դրա համար շատ շատ անգամներ, քան իրենք խանդում են, բայց ինքը վաճառքի լավ տեխնիկ էր, որ մենք միշտ օգտագործում էինք։ այդ օրինակը լավն է իրոք։ Հա, այո, Մгм. ինչ որ մեկը Կներեք, ես էի, Էլիզանը։ Այս փաստորեն social proof ես էլ եմ օգտագործում, բայց տերմինը չգիտեի, որ սենց է կոչվում։ Դժվարությունը հատկապես լինում է, երբ որ outsource recruiter ես, այ in-house recruiter-ների համար ինչ որ առումով հեշտ է, հա, այդ ընկերության position-ն է հենց ներկայացում։ Մեր դեպքում այդ խնդիրը կա, որ դու հենց այդ ընկերության ներսից չես։ Այս դեպքում ես այդ social proof-ը ոնց եմ օգտագործում, արդեն իսկ նախկինում հայր եղած տեխնացուների experience-ով, որ այսքան տեխնացու, բնականաբար անունները չկիսվելով կամ այսինչ մասնագետ, արդեն որքան ժամանակ աշխատում է, այսքան օրինակ achievement-ներ ունի, ու էդ էլ է բավականին selling point լինում։ Բնականաբար այս ամեն ինչը ռեալիստիկ ոչ թե հորինված էլի դատա։ Եվ շատ ճիշտ է իրականում social selling, social proof selling-ը ես շատ եմ օգտագործում, երբ որ մանավանդ solution ենք վաճառում, այսինքն solution-ի դեպքում քանի որ վստահությունը մի քիչ տարբեր է լինում, այսինքն մեկը օգտագործել է այդ ամեն ինչը, մանավանդ եթե ինքը մեծ company է, եւ երբ որ իր օրինակն է տալիս, կամ օրինակ երբ որ գլոբոյում ենք աշխատում, սուպերմարկետները մեզ հետ չէին ուզում աշխատեին, հենց City-ն ստորագրեցինք եւ City-ն գնաց live, SAS-ը 3 օր հետո զանգեց, ասեց կարող ենք մի հատ հանդիպենք եւ ինքը տենց է լինում իրականում ոչ Իսկ թե մենք այս մասը ոչինչ որ record ենք անում։ հա Ամեն ոչինչ դեպքում, դե հա, հա, դե բանա ես կարևորը մի դրեք մի ինչ որտեղ ռեկորդ կարա կանի կարևորը հա, okay, ոչ թե իմ McDonald's-ի քեզ տալի դելու մի անգամ հա, ասում եմ McDonald's-ը լրիվ, բանա PepsiCo, ինչքան հայոյան կուզես գրել էին իմ մասին TikTok-ում բայց դե ինչ ես բան չի ասում McDonald's-ը լավն է կամ վատն է ես ասում եմ մշակույթ է փոխում բայց դե լավ, մենք կպահենք այդ բանը, հա չափազանց secret մեր 60 հոգի մասնակցի շրջանակներ։ արդեն secret չի okay անցնենք երկու հատ իրականում բան բոնուս տիպեր էս կտորի հետ կապված մանավանդ երբ որ դուք ինչ որ բան եք ներկայացնում ես հիմա ոնց եմ պատմում ցեզ տենց պետք է պատմեք 4 բաներ մի ասեք կանդիդատներին այդ իրենց չի քաչալերում որ դուք բան եք անում այսինքն ոչ over promise-ներ արեք ոչ over ջող ներկայացրեք բայց նաև 4 մի լինեք story սարքեք իրան ամեն ինչ որ ասում եք իրան վերածեք պատմության տենց պատմեք եւ երկրորդը հիմա դարբեր կոմպանիա ես գիտեմ օրինակ Tumon օգտագործում է այդ մոդելը երբ որ recruiting են անում իրանք թիմին նաև հրավիրում են նախքան հայր անելը մարդուն որ թիմին հետ ծանոթացնեն այդ candidate-ին հետո տեխնացուն որ գնում է նաև feedback են ստանում թիմից եւ շատ անգամներ երբ որ կարծիքը գրգնվում է տեսնում են որ ճիշտ է ուրեմն recruiter-ը կարողա չէր տեսել այդ ամեն ինչը բայց 7 հոգի տարբեր մարդ տեսավ այդ ամեն ինչը նույն մարդու հանդեպ այսինքն մարդկային մանավանդ ֆակտորների վրա ոչ թե skill set-ի այլ մարդը ինքը ոնց է վերաբերվում երբ որ թիմի մեջ է գրուպի մեջ է գլոբոներ էր անում ինչ որ ժամանակ բայց չգիտեմ իրականում ճիշտ ինչպես էր անում ես իմ հետ չեն արել չգիտեմ բայց գիտեմ որ դենց բան անում էին ժամանակին ինչ որ տեղեր ոնց որ վաճառքում նույնն էլ էստեղ կոմունիկացիա որուն ընթացքում կարողանաք դուք հստակ վստահության կապ ստեղծեք ձեր եւ տեխնազուի միջև մի քանի կետ ես 10 կետ եմ առանցացրել իրենք ավել էլ կա բայց ես 10 հատ եմ արել
Տեսեք, առաջին կետը ամենասկզբում իրար հետ կապ ստեղծելն է։ Իսկ եթե իրեն հարցրեցիք personal հարցում, անհատական հարց, դուք նաև իրեն ցույց եք տալիս ձեր հետաքրքրությունը իրան դեպ եւ իրեն ասում եք ինչն է ձեզ հուշարել, որ այս ուղղությամբ կենտրոնանաք ձեր կարիերային, այսինքն այս կարիերային անդրադառնաք։ Եվ այդ ստեղծումը, քանի որ էսից այնց հարցա, որ ինքը ընդհանուր հարց է, այս միակ հարցը, որ օրինակ HR-ները որ հարցնում են չեմ սիրում, որ ասում են 5 տարի հետո դու որտեղ ես տեսնում դուք ես, ես էլ ասում եմ 5 տարի հետո ես ինչ ասեմ այս մարդուն, օքեյ ինքը ambition-ներն է ցույց տալիս, բայց ես իրականում նենց մարդ եմ, որ կարող եմ մի տարի եմ տեսնում մաքսիմում 5 տարին ինձ համար մի քիչ հեշտ չի պատկերացնելը, բայց եթե սենց հարց եք տալիս, ասիկին եթե մեկը ինձ հարցրեց sales-ը ինչի ես ընտրել կամ business development-ը, կարամ ես հանգիստ պատասխանեմ իրան, որտեղ պետք կորձա, որ ես 10 տարի անում եմ, այսինքն արդեն personal է, այդ թիմացի HR-ը ես տեսնում եմ, որ ինքը հետաքրքրվել է։ Օրինակ մի հատ ինտերվյու էի գնացել, company անունը չիտամ, բայց HR-ին հաստատ ծանոթ եք, մանավանդ ան որ HR ոլորտում բավական ծանոթ community-ում է, գիտեք ինչ հարցրեց ինձ, ասեց վերջին podcast-ը դեի լսում, տեսեք, հարց դիցեք, շատ հետաքրքիր բան եք ասել մեջը, այսուշ director position-ի էի դիմել, ուրեմն ասում է այդ HR այդ podcast-ի ընթացքում այս information-ը որ ասեցիր, շատ հետաքրքիր էր եւ իրականում ուզում եի հարցնել դուք ո՞նց եք տեսնում այդ ամեն ինչի իրական կյանքում, իրական կոմպանիներում։ Այնքան հետաքրքիր հարց էր, նախ ինքը հստակ ասեց, որ ինքը իմ podcast-ներս լսում է, լսել է կոնե, եթե իմ application-ս տեսել է, լսել է, search արել իմ մասին, եւ ինքը հստակ personal հարցում է տալիս ինձ, նաև իրականում լուրջ հարցում եմ տալիս, քանի որ ես ինչ որ podcast-ի ժամանակ կարող ինչ որ անգապ բաներ եմ խոսում, օրինակ, ինքը ուզում աստուքի, որ ես անգապ բաներ եմ խոսում կամ գիտեմ դրա մասին, կոնե, եւ շատ հետաքրքիր էր այդ իմ համար, եւ այդ բանը իմ մոտ այսինքն ինչու հետաքրքրություն առաջացրեց այդ կոմպանիի հանդեպ կամ այդ HR-ի հանդեպ։ Երկրորդը իրականում միշտ ասում եմ transparency, թափանցիկություն եւ հստակ ոնց ասեմ honesty-ին հայերենը մեկը կարա ինձ հիշեցնի ես Անգերություն, անկեղծություն, Անկեղծություն, անկեղծություն։ Ճիշտ, անգերացություն։ Տեսեք, իրականում ամեն տեղ է դա, բայց օրինակ, երբ որ մեկը գլովեր էր թիմում աշխատանքի, ես իրեն շատ բարձ ասում էի, տես, մենք հստակ բան ունենք, թիմը մեր փոքր է, մեր ծավալները մեծ են, եւ մեր կորձը կարող է, եթե ճիշտ time management չարեցիր, կարող է burnout լինես։ Դրա համար ես քեզ սկզբից ասում եմ, այս կորձը սենց է, եթե չես կարա դու այդ ամեն ինչը անես, ինձ մեզ ասա կոնե սկզբից, իմանանք ոնց քեզ ճիշտ onboard անենք, որ դու հասկանաս ոնց այդ ամեն ինչը կառավարես։ Եթե ես այդ մարդուն չասեմ սկզբից, եւ ինքը կա այդ ամեն ինչը տեսնի իր աչքով, կարա burnout լինի, որովհետեւ ցույց չտա, որ ինքը կարա թիմանա, բայց չթիմանա, եւ կարա նաեւ դուրս գա եւ ասա, որ ես չեմ կարա շարունակեմ այս աշխատանքը, քանի որ շատ է pressure-ը բարձր։ Հիմա բայց դրա թիմած նաեւ ասել, որ մենք supportive team ենք, այսինքն ես նույնը ասում եի, այսինքն եթե չես կարա անես, մենք կօգնենք դրա մեջ քեզ։ Ես նույնիսկ օրինակ կանդիդատների, որ ընդունվում են աշխատանքի, սկզբում շատ լոդ չէի տալիս իրենց, քիչ էի բարձրացնում լոդը, մինչև որ ինքը մարսի այդ ամեն ինչը։ Դրա համար հա, բաց եղեք, թափանցիկ եղեք, ազնիվ կամ անգերց եղեք, բայց նույն ժամանակ ասեք, որ նաև մենք պատրաստ ենք ցեզ օգտակար դառնալու այդ ամեն ինչը ճիշտ manage անելու համար։ Նորեն personalization, անհատականացում։ Այսինքն օրինակ նայեցեք, leadership եք, քանի նշեցիք, որ leadership եք սիրում, անպայման դուք mentorship-ով հետաքրքրված կլինեք։ Այսինքն ստեղ իրեն կապում եք միանգամից այն բանին, որ ինքը շատ է սիրում։ Եվ այդ personalization-ը իրեն ավելի հեշտացնում է որոշում կայացնելը, մանավանդ եթե դուք այդ candidate-ին ուզում եք, այսինքն այդ մարդը ճիշտ մարդն է, որ այդ position-ի համար իրեն նկատի առել եք։ Sense of belonging-ը success story-ներն են, ոնց որ քիչ առաջ ասում էի, օրինակ այդ գլովոյ օրինակն էի, որ քիչ առաջ տալիս, կամ օրինակ իմ մոտ շատ դեպքեր էին լինում, որ ես շատ էի սիրում ներքին կանդիդատներուն դեղերը, ներքին employee-ներուն դեղերը փոխել։ Այսինքն ոչ թե միայն
աճ տամ իրենց քերիրի, քանի որ գլովոյի թիմը փոքր էր Հայաստանի, իրենց դալիս էի դարբեր դիպարտմենտներ աշխատելու հնարավորություն, որովհետեւ իրենք կարողանան նաև աճեն, կարող է իրենք չգիտեն, որ այդտեղ իրենք կարող են լավ լինեն, բայց ընթացքում որ իրենք աշխատում են, դու էլ օգնում ես իրանց, իրենք կարողանում են աճեն։ Եվ այդ ամեն ինչը դառնում է success story։ Ես նաև օրինակ շեր էի անում վաճառքի մի հատ մասնակետ ունեի, որ բոլոր իմ տնօրեններս regional ասում էին դու ես մարդուն պետք է դուրս անես աշխատանքից։ Ես բայց մինչև վերջ գնացի, որ ինքը դուրս չկա աշխատանքից, մինչև վերջ գնացի այն իմաստով, որ իրեն օգնեցի նաև, որ ինքը կարողանա manage անել այդ ամեն ինչը, եւ ինքը դարձավ գլովոյի ամենաուժեղ վաճառողը, եւ հիմա ինքը միակ վաճառողն է իմ դուրս գալուց հետո մի տարի է դուրս եմ արդեն, ինքը միակ վաճառողն է մնացել այդտեղ, այսինքն այդ մարդը ոչ թե պետք է դուրս գար իր թվերի վրա հիմնվելով, եւ այդ իմ համար success case էր, քանի որ եթե նախքին մարդը լա ես երբ որ Դուբայի աշխատում կամ ուրիշ տեղ է աշխատում, այն ժամանակ մի քիչ ավելի շունչս կարճ էր, չէի կարողանում շատ երկար պահի, քանի արդյունքների վրա շատ է հիմնվում։ Ստեղ այդ մարդու արժեքները տեսա, ասի այս մարդը միան skills-ի բան չունի ես իր հետ, ինքը skills-ը կսովորացնես մարդուն, երբ որ ինքը աշխատասեր է, բայց երբ որ ինքը արժեքների խնդիր ունի, այդտեղ շատ ավելի դժվար է այդ ամեն ինչը manage անելը։ Երբ որ ես տեսա, որ այս մարդը լավ արժեքներ է ներկայացնում, իրեն ասի, չէ, պիտի աշխատենք միասին, շատ pressure էր իր վրա, շատ ջնշիչ էր ամեն ինչը, բայց հասավ մի տեղ, որ ինքը կարողացավ հաղթահարել այդ ամեն ինչը եւ դարձավ success case։ Այդ ամեն ինչը ներկայացնելը candidate-ին, որը որ նաեւ ուզում է career growth տեսնի, այդ շատ կարևոր է եւ շատ ճիշտ ձևով ներկայացնելը լավ արդյունքի է հանգեցնում վերջավորության։ Candidate-ները չգիտեմ հիմա ծեր մոտ ոնց է, բայց մտահոգություններ ասելը շատ կաչալերվում է։ Ոչ բոլորն են ասում իրաց մտահոգությունները գործի հետ կապված, բայց օրինակ մարդիկ կան ասում են ես work-life balance սիրում եմ, մա չգիտեմ ոնց եմ բացատրում work-life balance-ը, ես դեռ չեմ հասկացել, բայց կա տենց բան եւ մարդիկ կա ուզում են։ Ես անձնապես չգիտեմ, եթե մեկը կա, որ այստեղ շատ լավ գիտի work-life balance-ը ինչ է, ինձ թող բացատրի, ես անձնապես չգիտեմ այդ կա կամ չկա, սուտա կամ իրական է, բայց ինչ որ չափով ես դեռ չեմ կարողանում իրարից բաժանել, հա, ապրում եմ իրանց հետ միասին, բայց չեմ կարողանում բաժանեմ։ Եթե մեկը կա, որ կարա ինձ օգնի, ես ուրախ կլինեմ դրա համար փող էլ վճարեմ, որ ինձ ասի ոնց work-life balance անեմ, բայց ես դեռ չի ստացվել իմ մոտ։ Մարդ կա, որ ասում է ես work-life balance եմ փնտրում։ Եթե մարդը work-life balance է փնտրում, HR-ները մի քիչ fake-out բաներ են անում երբեմն, հա, մենք ունենք էդի, մի քիչ բարդ է, բայց մենք աշխատում ենք դրա համար։ Երբ տեսեք, այդ անելը շատ լավ է, եւ ճիշտ է անելը, պետք է արվի այդ ամեն ինչը, այսինքն empathy ցույց տալը, empathy-ն ինչ է հայերենով։ Եթե մեկը կարա օգնի։ Ապրում։ Հա, ինչ որ ապրումներ է ցույց տալիս, չէ՞, այդ ապրումները կարևոր մի չափազանցրեք։ Եթե չափազանցրեցիք, այդտեղ արդեն մի քիչ սուդի պատմություն է դուրս գալիս, մարդիկ չեն հավատում։ Բայց եթե տեսակ, որ անկարելի է այդ խնդիրը դուք լուծեք, քոնե նենց արեք, որ հա, մենք հասկանում ենք, բայց թուրերը բաց պահեք, քանի որ այս դեպքում չի լինելու, բայց կարող է ուրիշ position-ի դեպքում լինի, քանի որ այդ մարդը կարող է շատ լավ է, բայց այս position-ի համար ինքը օրինակ եթե pressure-ի տակ պետք է ապրի եւ այդ մարդը չի կարա, օրինակ ես գլովոյում ասում եմ, սկիզբը որ նոր ենք սկսել, ասում եմ, տեսեք, այստեղ 14 ժամ աշխատիլ կա օրական, դա սուտ չեմ ասում, իրականությունն եմ ասում, at least 14 ժամ է, շաբաթներ եղել էր որ 16 ժամ ենք աշխատում, նենց չի որ միշտ էր տենց, բայց եղեր էր դեպքեր, որ տենց է եղել, եւ սկիզբեն ասում եմ, որ հիմա սենց է, երկրորդ տարին արդեն ասում եմ, չէ, ավելի հանգիստ է ամեն ինչ, երրորդ տարին արդեն շատ ավելի relaxed էր ամեն ինչ, քանի որ ամեն ինչ արդեն հունի մեջ էր, այս երկրորդ առաջին 5 կետերն էին, հարցեր, ստեղ բաները գրում, ես չեմ կարդում, եթե Էլիս, եթե ինչ-որ բաներ գրվեն, ես կարող եմ կարդալ։ Հա, օքեյ, շատ լավ։ Ազնվություն Անինա նշել որ գնաց դասի հետո կմիանա։ Հա, օքեյ, շատ լավ։ Այստեղ Հայկն է նշում արել, որ միշտ հարցին որպես որ HR-ը վերաբերվում այդ ապրումակցման եւ մնացած այլ կտորներում, այլ որպես ընկերության աշխատակից է, պատմում է թե ինչ ազգում այդ ընկերությունում լինելով, այսինքն էլի այդ էմոցիաները բերելու կտորն է։ Օքեյ, շատ լավ։
անցնենք 6-րդ կետին։ Ուրեմն տեսեք, այստեղ միշտ ռոլը, երբ որ հստակ ռոլ է, ինքը ունի իր limitationները։ Այսինքն ինքը գիտի, օրինակ, եթե մարդը sales է, ինքը գիտի, որ իր լման կյանքը sales է լինելու այդտեղ։ Բայց եթե դուք իրեն ներկայացնեք, որ դուք կարող եք sales-ի մեջ աշխատեք տարբեր department-ների հետ եւ այդ ցեզ հնարավորություն տա, որ դուք ունենաք այլ option նաեւ մեր company-ում, այսինքն եթե հավանեցիք այդտեղ, ես օրինակ role play եմ շատ sales դանում է account manager դանում է sales, շաբաթական finance team-ը բերում է sales, քանի որ sales ամենա-stressful կորձերից մեկն էր եւ դրա համար ուզում է իրենք տեսնել այդ ամեն ինչը, դրա համար role play անում ամբողջ ֆիրմայով, այսինքն մեկը գալիս էր իմ տեղն էր նստում, ես իր տեղը էի աշխատում, տենց միշտ փոխում էինք տեղերով, ինչի որպեսզի նաեւ պատկերացնեն, որ իրենք նույնիսկ եթե այսօր չէ, սիմ հեռախոսն եթե նույնիսկ չեր պատկերացնում իր այսօրվա դրությամբ ինչ կարա անի, կարա պատկերացնի հետո ինչ կարա անի եւ ինքը այդ փորձելուց հետո հասկանա, որ այդտեղ ինքը նաեւ ինքնին գտնում է եւ այդտեղ իրեն տալիս ես նաեւ հնարավորություն, որ ինքը աճի տեղ ունի այստեղ։ 7-րդ կետը իրականում ամենակարևոր, բայց ամենաշատ կարևորներից չի, բայց ինքը նաեւ կարևոր է, երբ որ մարդուն լսում եք, հստակ ասեք, եթե ինչ որ հստակ ժամկետներ ունեք կամ ինչ որ բաներ եք մտածում, որ կասկածներ առաջացնում, բարձ բան եղեք, բաց եղեք այդ մարդուն հետ, որպեսզի կարողանաք ոնց օրինակ HR-ները շատ են անում, ես տեսնում եմ, օրինակ ի վերջում ասում են, եթե հարցեր ունեք կամ եթե ինչ որ բաներ ունեք, ես ձեզ օֆեր եմ անում, որ ինձ կարեք զանգեք այս ինչ համարով կամ ընթացքում եթե ինչ որ բան ունեք, ես ինչից է ես շատ կորտ չեմ փոխել կյանքում, so գլովոյի ժամանակ, երբ որ աշխատանքի բան առաջարկ արեցին, մերժեցի, HR-ը շատ, բանա, ռիկրուտերը շատ արագ ետ զանգեց ինձ Իսպանիայից, ասեց ինչի մերժեցիր, դենց պատասխանեցի, ասեց օքեյ, վերադառնամ, մինչև վաղը կվերադառնամ, 2 ժամ հետո ետ զանգեց, ասեց մենք օքեյ ենք քո ասած counter offer-ին հետ, նորեն մերժեցի, քանի հասկացա, որ շատ արագ իրենք ուզում են ինձ, so 2 ժամ հետո որ զանգեց, ասել էր վաղը կզանգեմ, երևի չանդրադարձավ, 2 ժամ հետո զանգեց, հասկացա, որ շատ urgent է իրենց պետք, մի հատ էլ մերժեցի, որ մի հատ էլ բան առնեմ դրա վրա, այսինքն բանակցում էի այդ ամեն ինչը օգտագործելով, բայց ինքը հստակ ասում էր, օրինակ, եթե բան պետք ունես, այս է համարս, ինձ զանգի, խնդրում եմ գրի, կամ եթե ինչ որ հարցեր կան, որ կախված են, ինձ գրի, WhatsApp-ով ինձ գրեց, որ եթե ինչ որ բան ունես, մինչև recruiting-ը, օրինակ, շատ անգամներ լինում է, որ recruiting, մինչև joining date-ը կներեք, շատ անգամներ շատ ժամանակ է լինում, gap է լինում joining date-ին, ասում եմ, այս ընթացքում, եթե ինչ որ հարցեր ունենաք, խնդրում եմ ինձ գրեք, եւ սենց, այս օրինակը այդ դրա մասին էր, 8-րդ կետը տեսեք շատ անգամներ, ոնց որ ես եմ մերժել շատ օֆերներ, շատ մարդիկ մերժում են։ Եվ այդ մերժումը բան է տալիս, ինչ որ ստեղծում է ինչ որ իրավիճակ, մանավանդ եթե դուք ուզում եք այդ մարդուն։ Այնտեղ ոնց որ վաճառողներն են մերժումների հետ համագերվում, rejection-ների հետ համագերվում, պետք է HR-ներն են համագերվեն։ Ինչի՞։ Քանի որ կարող է դուք, ես չեմ գիտեր իմ HR-ները ոնց են անում, բայց երբ որ մենք վաճառում ենք, մենք ունենում ենք plan A, plan B, plan C եւ այդտեղ ընտրում ենք worst case scenario, neutral scenario եւ best case scenario եւ այդ դեպքում որ մենք բանակցում ենք, մենք ունենում ենք այդ ամեն ինչը մեր մոտ։ Երբ որ մարդը մերժում է մեզ, մենք փորձում ենք արդեն երկրորդ պլանը ներկայացնել, կարող է նույն րոպեին, կարող է հետո, բայց ընդհանրապես քանի որ մերժումը նույն րոպեին չի լինում ձեր դեպքում, մեր դեպքում նույն րոպեին է լինում շատ անգամներ, դրա համար մենք ավելի պատրաստված ենք լինում, բայց երբ որ նույնիսկ candidate-ը մերժի ձեր offer-ը, տեսեք ինչով կարողանաք իրեն օգնել, եթե դուք ուզում եք այդ մարդը ձեր մոտ աշխատի։ Օրինակ մի անգամ ես ինչ-որ աշխատանքի էի դիմել Հայաստանում, compensation package-ը ինչ-որ մի տեսակ էր ձևավորված։ Ես ասեցի տեսեք, ես արդյունքում նույն բանն եմ ուզում, բայց այս մոդելով եմ ուզում։ Եթե կհամագերբվեք ինձ, ես օքեյ եմ։ Ասեցին մի օր հետո մեյլ գրեցին, որ մենք օքեյ ենք քո մոդելին, ես վատություն արեցի, չընդունեցի նորից, բայց այդ ուրիշ պատճառներով էր, բայց մարդիկը շատ արագ հստակ գիտեին, որ իրենք կարան
այդ negotiation արեցին իմ հետ, սկիզբ ասացին, չէ, բայց կփորձենք բան, շատ հանգիստ, հետո իդ offer արեցին, որ մենք sense բան ունենք, կարող ենք համագերբենք ձեր հետ։ So, շատ անգամներ երբեմն պետք չի անպայման նոր բան ստեղծել, որովհետեւ պետք է մի քիչ համագերբվել։ Շատ արագ եմ խոսում կամ օքեյ է։ Եթե շատ արագ եմ խոսում, փորձում եմ քանի որ ժամանակի մեջ տեղավորվեմ դրա համար։ Okay, անցնեմ հաջորդ կետին։ Տեսեք, հաջորդ կետը իրականում Ուզան ջան, մի հարց տամ, դուք սլայդը ասա, փոխեցիք, որովհետև մեզ մոտ չէ, էսա, Okay, շատ լավ։ էսա, էս իմ սլայդ պատրաստելու հնդությունները քանի որ շատ վատն են, չեք հասկանում, երբ փոխում եմ եւ չեմ փոխում, բայց չունենք։ Վերջին կետը, նախավերջի կետը միշտ ստեղծեք urgency, որ ցես պետք է պատասխան, այսինչ օրը կամ մենք նաև ուրախ կլինենք, որ ամենաշուտ ժամանակահատվածում միանաք մեզ, երբ որ օֆերը արդեն արել եք։ Ինչու, քանի որ շատ անգամներ բան է լինում, մարդը կարող է ինչ-որ այլ օֆերներ ասպասում եւ ցկցկվում է, բայց դուք այդ position-ին պետք ունեք կամ մեկ օր առաջ եթե փակեք, այդքան լավ։ Դրա համար շատ կարևոր է urgency ստեղծելը։ Urgency, որ արագ լինի այդ ամեն ինչը։ Մարդուն վրա մի քիչ անուղղակիորեն pressure տրվի։ Իսկ վերջին կետը մանավանդ երբ որ մարդը մերժում է ձեր առաջարկը անպայման հարկանքով եւ ուրախությամբ, որ մենք անպայման հույսով եմ, որ մի օր նորից կհամագործակցենք եւ շնորհակալություն հայտնեք այս ամբողջ process-ը անցնելու ձեր հետ։ Մանավանդ եթե երկար process-ներ է ձեր ֆիրմաներում։ So, այս իրականում այդ կետերն են, որ մենք պետք ունենք ամեն անգամ օգտագործելու։ Վերջին կետը երկու case եմ ներկայացնելու, որի ընթացքում 3 case եմ ներկայացնելու, մեկը successful, երկուսը unsuccessful, ոչ հաջողված դեպքեր, որոնք որ եղել են, իրական օրինակներ կարան լինեն, կարան չլինեն, ես search եմ արել իրանց մասին, ինչի որ իմ հետ են եղել, բայց նույնանման դեպքեր իմ հետ եղել են։ Sales pitch-երից օրինակ context-ը հենա որ background-ը, որ recruitment-ի մի հատ ինչ-որ ֆիրմա challenging շատ խնդրահարույց position-ներ հայրանում, որը ուներ շատ մեծ ինչ են ասում turnover, high turnover բանը, այսինքն շատ մարդիկ դուրս են գալիս այդ աշխատանքից։ Հա, այդ աշխատանքը շատ էր փոխում մարդը, այսինքն դա միշտ challenging է, երբ որ նաև օրինակ չգիտեմ, ռեստորանային ոլորտում բան գտնելը challenging է, մատուցող գտնելը challenging է, շատ իրանց turnover-ը շատ մեծ է, կամ օրինակ cashier գտնելը սուպերմարկետում challenging է, իրենք շատ են դուրս գալիս։ Երբ որ բանա պայման չի ինքը շատ մեծ high position լինի, այս դեպքում կարող է ինքը high position-ա, բայց ամեն դեպքում ինքը կարա լինի նաև ոչ high position, բայց ինքը challenging լինի իր տեսակով։ Ուրեմն այստեղ recruiter-ը շատ հստակ ասելա, որ բան ունենք, peak ժամանակահատվածներում, սեզոններում մենք երկար աշխատանքային ժամեր ունենք, բայց մենք ցես կօգնենք մեր տնօրենությունը միշտ support անում, որ այս ամեն ինչը ճիշտ ձևով լինի եւ առաջարկել է նաև recruiter-ը, որ call անեք մի հատ ինչ որ team member-ի հետ նախքան job offer-ը տալը կամ ընդունելը, որովհետեւ տեսնեք, որ ինչ են այդ մենք որ ներկայացնում ենք, ինչ են այդ խնդիրները, որը որ մենք ասում ենք դրա մասին, որ ինքը challenging է։ Եվ դրա արդյունքում աշխատողը ընդունել առաջարկը եւ քննադատել է, որ իրենք տապանցիկ էին եւ ընդունել է, որովհետեւ ինքը կարող է այդ ամեն ինչը ընդունի, հաշվի առնելով, որ այդ company-ն իրեն առաջարկել է ամեն ինչ հստակությամբ սկզբից։ Եվ այդ շատ կարևոր է, որ ինքը case-ը successful դառնա, քանի որ եթե դուք այդ ամեն ինչը, եթե այդ recruiter-ը այդ ամեն ինչը չասած լիներ, այդ candidate-ը խնդիր էր ունենալու հետո, երբ որ իրականության կար, եւ այդ կարող է այդ peak season-ին դուրս գալ, քանի որ այդ մարդը չէր կարող այդ դրա տակ աշխատել։ Ընդհանրապես over promise-ներ մի արեք, over ինչ որ
բաներ մի տակ այդ մարդկանց, որ մենք sugar coated ասածը ամերիկյան անգլերեն բառով դա նշանակում, որ մի սիրունացնեք այն ինչ որ ինքը տեն չի։ Ասեք սենց է եւ մենք կփորձենք ցեզ մաքսիմում support անել այս ամեն ինչի մեջ։ Եթե ինչքան սիրունացրեցիք, հետո ծեր վրա է գալու։ Եվ այդ մարդը ծեր մոտ է գալու ասելու է դու ինչ եք ասում, ինչ եք արել։ Շատ կարևոր է այդ ամեն ինչը ճիշտ ձևով ներկայացնելը։ Այս երկու кейսերը ոչ հաջողված, ասենք, кейսերն են։ Background-ը այնա որ փոխեցինք, Ուրեմն recruiter-ը, ինչպես միշտ մեր բոլոր recruiter-ները այս խնդիրը ունեն, ասելա շատ արագ դու կարիերայի աճ ես ունենալու։ Եվ այդ մարդուն ասելա promotion-ները, opportunity-ները շատ են, flexible working hour ունես, working condition-ներ ունես ընդհանուր, եւ ընդհանրապես չի նշել, որ start-up-ը եւ training չունեն եւ այդ ամեն ինչ, այսինքն պատկերացնում եք, դուք ասում եք, որ մենք այս բանն ենք տալուց ես, բայց ընդհանրապես ստարտափներում ով որ աշխատում է ստարտափում, շատ լավ գիտի, որ երբ որ ստարտափը training material-ը նույնիսկ երբեմն պատրաստ չի լինում, այսինքն դու ոնց ես career advancement տալու այդ մարդուն, եթե դու դեռ training material չունես, այսինքն դեռ դու չես անցել այդ ամեն phase-երով, շատ անգամներ early stage ստարտափներում recruiter-ներ խոստումներ են տալիս, որովհետեւ համոզեն, կարևոր candidate-ները միշտ վախում են ստարտափում աշխատելուց, վախում են stability-ից, վախում են այդ ամեն ինչից, եւ դրա համար recruiter-ը փորձում է ինչ-որ benefit ստեղծի, որ մենք քեզ կարանք career, բայց իրականությունն է, որ նաեւ ստարտափում կա career growth opportunity, որովհետեւ ինքը company-ն որ նոր է լինում, ստարտափ է լինում, ինքը փոքր է լինում, բայց մեծանալու այդ նպատակներ ունի։ Եվ երբ որ մեծանա, հաստատ որ իր աշխատողներն հետն են մեծանալու, մանավանդ այն մարդը, որ իր հետ սովորում է այդ ընթացքում։ Բայց երբ որ դու այդ ամեն ինչը սկզբից խոսում ես տալիս այդ մարդուն, եւ այդ մարդը երբ որ join-ը անում, հստակ մի քանի ամիս հետո երևում է, որ այդ ամեն ինչը, երբ որ ասում ես արագ է լինելու այս ամեն ինչը, երբ որ այդ մարդը տեսնում է, որ արագ չի լինում, խնդրի առջև է դրվում եւ ինքը կարող է նաեւ դուրս գալ։ Օրինակ իմ մոտ գլովոյում գալիս են մարդիկ, իրականում տեսեք ինչ է կատարվում։ Շատ անգամներ challenging է, նաեւ recruiter-ի համար։ Գալիս է մարդը աշխատանքի է թիմում, իր salary expectation-ները այսքան են, որը որ իրականում իմ salary band-երից մեջ գտնվում է ամենավերջին տեղում, այսինքն ամենահայ band-ն է, որը ես հաշվի եմ արել, որ 6 ամիս հետո կտամ raise։ Հիմա այս մարդը լավ candidate է, ես ուզում եմ իրեն վերցնեմ աշխատանքի, մանավանդ երբ որ challenging position-ներ են կամ ինչ որ դժվար գտնվելիք position-ը եւ օրինակ մեր երկրում չեն գտնում շատ այս մարդուց, եւ բայց տեսնում եմ, որ ես կարամ վճարեմ, այսինքն financially ես այդ խնդիրը չունեմ, կարող եմ այդ ամեն ինչը տալ, բայց այդ ջնշում է ինձ, որ ես 6 ամիս հետո չկարողանամ raise տալ այդ մարդուն։ Ես շատ բարձ մի անգամ ասել եմ մարդու, ասել եմ տես, եթե այս salary-ին ես քեզ տվեցի, դու այստեղից մի տարի raise չես ստանալու։ Եթե բարձ այդ քո համար, okay է, ես okay եմ։ Եթե չէ, քանի որ ինքը managerial role էր, եւ ես շատ բարձ ասեցի, որ տես, եթե okay ես, ես okay եմ։ Բարձրապես քեզ կմնա որոշելը։ Ասես okay եմ, ասի շատ լավ, արի։ Մի տարի բոնուս չես ստանալու, raise չես ստանալու, հիմա այդ տողում բախտը բերեց գլոբալ ինչ որ inflation բան դվեց, raise դվեց, այդ տղան էլ բոլորի հետ raise ստացա, բայց իրականում պետք չէ ինքը ստանալ raise as performance։ So հիմա բախտը բերեց ստացա, բայց ինքը ընդհանրապես պետք չէ ստանալ։ Over promising մի արեք, քանի որ over promising-ը, այսինքն ավելորդ խոստումներ, ավելյալ խոստումներ մի տվեք մարդկանց, որոնք չեք կարող իրագործել, քանի որ նաև էդի employer reputation-ին աստում եւ ռեպուտացիան այդ մանավանդ փոքր երկրներում մարդիկ շատ հստակ խոսում են դրա մասին եւ երբ որ խոսում են դրա մասին, այսինքն բոլորը իմանալու են։ Successful case-երից մեկն է, որ candidate-ները մերժում են կամ դուրս են գալիս։ Երկրորդ case-ը context-ը նա որ senior finance role-ը, ֆինանսական role-ը, բայց բարձր մակարդակի ավելի, եւ company-ն
բանա challenge-ները ցույց տալիս financial reporting-ի մեջ։ Եվ իրականում recruiter-ը այստեղ քանի որ senior position-ը շատ անգամներ դա լինում է, օրինակ ես երբ որ Glovo-ի եմ մտնում, ինձ ասեցին դու case էի ներկայացնում, business case էի ներկայացնում, նախքան business case-ը ներկայացնելս, ինձ ասում էին դες մենք Հայաստանում լուրջ խնդիր ունենք SSS SSS ուղղություններով, plus գալիս է Yandex-ը, plus S, plus N, այսինքն եթե կարող է իրենք փորձում էին տեսնեին, որ ինչքան ճնշումի կարամ ես թիմանամ, այդ ուրիշ պատմություն է, բայց կարող է եւ ուրիշ մեկ ասել կներեք ես չեմ ուզում այս position-ը, այսինքն էդի կարա վատ եւ լավ անդրադարձություն է, կարող է իմ արդյունքս այն պատասխանս որ հա օքեյ է իմ համար, միջատ ես չէի էլ մտածել որ ինչքան բարդ կարա լինի, տենց ասեցի հա օքեյ, հետո սկսա հասկանալ որ ինչքան բարդ է այդ ամեն ինչը, քանի բիզնեսը չէի պատկերացնում լավ, այսինքն երբ որ բիզնեսի մեջ մտա այն ժամանակ հասկացա իրենց ասածները ինչ են, բայց քանի որ բիզնեսը չէի գիտեր, ասեցի հա օքեյ, կանենք ինչա որ, դիել այդ բանն է որ այդ over ինքնավստահությունն է որ երբեմն վատ է դուրս գալիս իր արդյունքը դրա համար մարդիկ ասում են հա կանենք հետո տեսնում են որ դա լուրջ խնդիր է հասկանում են որ դա պետք չէ ասեին բայց դե հիմա չենք զղջում սովորում ենք մեր բաներից ինքնավստահության արդյունքներից այստեղ շատ կարևոր է որ այստեղ recruiter-ը ներկայացրել է խնդիրները company-ն ինչի կարիք ունի բայց ոչ մի benefit չի ասել այդ մարդուն Եվ այդ մարդը իրականում հասկացել է, որ ինքը այդտեղ ոչ մի բան չունի աճելու, տեղ չունի աճելու եւ հասկացել է, որ իրեն բերում են այդ խնդիրները լուծելու միան։ Եվ շատ անգամներ լինում են տենց դեպքեր, որ դες մենք այս խնդիր ունենք։ Ասեմ, որ օրինակ իմ դեպքը, որ ասում եմ իմ кейսը, Glovo-ն տենց չէր ասել ինձ։ Glovo-ն ասել էր, նաև դու career growth ունես եւ իրականում ես ունեցա։ Բայց նաև ասել էր, որ limited career growth ունես Հայաստանում, քանի որ դու եթե Հայաստանում ես մնալու, այսինքն offer կանենք քեզ որ դուրս գնաս, բայց եթե ուզում ես Հայաստան մնաս, Հայաստանում limited է քո growth-ը, քանի որ դու շատ senior level-ից ես մտնում մերկով, երբ որ փոքրից ես մտնում, շատ ավելի դեղ ունես աճելու։ Այս դեպքում օրինակ այդ մարդը ասել է չէ, ես կներեք չեմ կարա առնեմ, քանի որ ինքը potentially իր growth-ը չի տեսել։ Եվ երբ որ չի տեսել, ասել է ես եկել եմ այստեղ ձեր խնդիրները լուծելու չեմ ուզում։ Դրա համար շատ պետք է նաև այդ ամեն ինչը ասելուց հետո կամ զուգահեռ պետք է ասեք նաև այդ մարդը ուր կարա հասնի ձեր կոմպանիում։ Այդ շատ կարևոր է, որ մարդը հստակ համոզվի, որ ինքը այս կոմպանիում կարա աճի։ Օգնեցի։ Այս վեբինարներին ես չեմ սիրում, որ չեմ կարողանում քան բաներում մասնակիցներին խոսացնեմ, եւ ես եմ խոսում միան։ Հիմա շատ ուրախ եմ իմ բաժինս վերջացավ խոսելու, հիմա ցեզ եմ տալու արիտ որ հարցեր տակ, բայց ես միշտ Q&A twist-ով եմ սիրում, ես իմ էջերն եմ դրել, որ եթե ուզեք իմ այդ կապի մեջ մնալ, այստեղ կարաք գտնեք իմ անձնական եւ ոչ անձնական էջերը եւ շատ ուրախ կլինեմ, եթե հարցեր ունեք այս ամեն ինչի շուրջ պատասխանեմ, տեսա կոմենտներում մեջ մի քանի բան գրվել է, հիմա գնայեմ Ուզանջան Հայկը հարց ունի, ես կարող եմ կարդալ, մնացածը արդեն կարող եք հանգիստ unmute լինել եւ պատասխանել, որովհետեւ արդեն ավարտեցինք բուն կոնտենտի պահը։ Հայկը հարցնում է long term-ից էլ խոսենք։ Okay, այս պահին լավ արեցինք, sales-ը ճակերտներում ասված լավ արեցինք, recruiter տեխնացու հարաբերությունները ինչպես երկար պահենք, ոչ թե միայն call-ով, meeting-ով, այլ օրինակ offer մերժելով կամ ընդունելով, այլ long term պահելով։ Այսինքն մենք ասում ենք այն դեպքի մասին, որ recruiter-ը candidate-ի հետ խոսած եւ այդ candidate-ը առաջարկը չընդունեց, բայց գաբը պահել չէ, այդ դեպքի մասին ենք խոսում, եթե ճիշտ հասկացա։ Այո։ Ուզան ջան, կներես էլի, ընդհատեմ ասեմ, որ ավելի մանրամասն ինչ եմ ուզում ասեմ, ամեն բարև բոլորին, մերսի Ուզան ջան վեբինարի համար։ Ավելի շատ նկատի ունեմ, այսինքն հանդիպեցիք տեխնատուի հետ կամ on-line կամ off-line էական չի, այդ բանի խոսեցիք, լավ սել արեցիր ընկերությունը, բայց ինչ որ պատճառով ոնց որ ստոպ եղավ, ոնց ավելի երկարաժամկետ սարքեց այդ, հա, այսինքն որ բավը չեմ մյուս օրն էլ 2 տարուց էլ դու իրան զանգես, իրան էլի հետաքրքիր է ինչ որ process անցնելը։ Իրականում ես կապահել թե ինչ որ հետագան ոնց էլի հետո քայլեր անց այսքան վերջացավ անցար առաջ ինչ անած հետո Իրականում եթե արդեն վերջացավ անցանք առաջ ես միշտ առաջարկում եմ դրա համար միշտ ասում եմ որ HR-ներն էլ պետք է պահեն իրենց candidate-ներու դվյալները CRM-ում կամ HR համակարգում այն որ դուք եք օգտագործում այսինքն ձեր դեպքում եւ իրենց ճիշտ սեգմենտավորեք եւ դրա մեջ կոմենտներ տնեք որ այս մարդը SSS
պատճառներով մերժեց կամ բան։ Եվ ինչ որ ժամանակ առ ժամանակ, ոչ թե անկապ բակապ պահել, բայց օրինակ LinkedIn-ով եթե connection ունեք իրար հետ, ATNM-ը գրել, հարցնել, ինչ եղավ, որտեղ ես աշխատում, կամ եթե սկսել է աշխատել եւ գցել է այդ LinkedIn-ում, գրեք իրան, որ տեսա, որ աշխատում եք, շնորհավորում եմ բան տենց։ Ինչ որ որպեսի գաբը մնա։ Մանավանդ եթե օրինակ challenging ինչ որ position-ի կարա ինքը մասնակից լինի, ինչ որ մանավանդ այդ ձեր ֆիրմայում որ դուք աշխատում եք, այսինքն այդ գաբը պահելը կարա տարբեր channel-ներով լինի, չեմ ասում որ ծնունդին զանգեք շնորհավորեք, դա արդեն մի քիչ բանա, ասենց ինչ personal է, բայց այսինքն կարող է LinkedIn-ով շնորհավորեք, բայց այդ գաբը թող մնա այն դեպքում, որ եթե դուք իրեն նորից կարիք ունեցաք այդ position-ին, այդ մարդը նաև այդ գաբը ունենաց իր հետ։ Չեմ ասում ամեն շաբաթ խոսացեք իրար հետ, բայց ինչ որ ժամանակ առ ժամանակ գապ պահեք LinkedIn-ով, որտեղ ավելի professional պլատֆորմ է եւ տենց իմ կարծիքի հետ եք ուզեք, այսինքն ես ամենալավ մարդը չեմ, որ այս ամեն ինչին կարող կարծիք տամ, բայց եթե իմ կարծիքը կուզեք, ես տենց եմ տեսնում։ Ձեր դեպքում վաճառքում բանում ուրիշ տեսակ է, բայց ձեր դեպքում ես տենց եմ տեսնում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ Բուզան ջան, մենք ունենք էլի հարցեր, դուք կարող եք ազատ ձեր հարցերը ուղղել, թեկուզ եթե դա հենց ոնց որ HR-ի բուն process չի, այլ վաճառքի skill-ը, որը կարող ենք տրանսֆորմացնել, բերել այստեղ recruitment կամ HR, էլի կարող եք հարցադրել, Բուզանդը սիրով կպատասխանի, որովհետև մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք հարցերի։ Այ Հասմիկ հարց ունի։ Կարծում, չէ՞, raising hand։ Այո, Հասմիկն է։ Հասմիկ համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ վեբինարի համար։ Մի այսպիսի հարց, ես այսպես փորձ եմ ունեցել հիմնականում դրսի թեկնածուների հետ, իրենք սենց մի հատ tendency ունեին, որ offer-ից հետո գնում կորում են, ոնց որ դու ինչքան էլ իրանց ասում ես, որ ամեն հարցի դեպքում կարող եք mail անել, զանգել եւ այլն, Okay, իրանք սենց մեծ լիստեր էին ուղարկում հարցերի, որոնց դու պատասխանում ես, հետո էլի ժամանակ են խնդրում, որ գիտեք, պիտի գնանք, մտածենք, համեմատենք այլ օֆերների հետ եւ այլն, ու էլի գնում կորում են, ասենց շատ թեկնածուներ են էլի եղել, ուզում էի հասկանալ կա ինչ որ տարբերակ, որ այդ մարդկանց հետ հիմնականում այդ դրսի culture-ի թեկնածուներն են այդպես անում, հայերի հետ տենց experience չեմ ունեցել, կա ինչ որ տարբերակ իրենց ավելի engaged պահելու, որ ավելի հետաքրքրվեն այդ offer-ով ու այսպես շատ երկար ժամանակ չվերցնեն ընդունելու կամ մերժելու համար։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ հետաքրքիր հարց է, քիչ առաջ դրա մասին փոքր անդրադարձա, բայց հստակ դրա մասին չէր, բայց մոդեր դրան։ Մենք վաճառքում սենց ենք անում։ Մենք հստակ ժամկետ ենք տալիս մեր օֆերին։ Ասում ենք, տեսեք, այս օֆերը վալիդ է մինչև այստեղ։ Եթե չընդունեցիք, կներեք, ես պետք է withdraw անեմ ձեզ։ Այստեղ իրականում մի քիչ բլաֆինգ կա, ոնց որ փոքերում մարդիկ անում են, քարտերը պահված է, կարող է դուք մերած եք, որ այդ մարդը ընդունի ձեր առաջարկը, բայց չի նշանակում, որ ինքը պետք է օգտագործի այդ իր ունեցած սկիլերը, որը որ դուք ուզում եք իրան recruit անեք, այսինքն այդ ինչի են տենց ասում, գիտեք, քանի որ երբ որ candidate-ը մի հատ ձեր հետ տենց է վերաբերվում, վաղը ուրիշ մարդու հետ էլ է տենց վերաբերվելու, եւ ինքը այդ օֆերներում մեջ խաղցնելու է բոլորին։ Եվ այդ շատ վատ իրավիճակ է ստեղծվում, եւ ես չեմ սիրում տենց մարդիկ իրականում, երբ որ հստակ գիտես ինչ ես ուզում, կամ ասա հա, կամ ասա չէ, եթե դու fully համոզված չես, ուրեմն գներես, մի շաբաթ քեզ deadline եմ տալիս, ասկան ժամանակ, մի շաբաթ 10 օր արդեն գախված ձեր hiring process-ից։ Բայց ես միշտ բան եմ, գոմնագից եմ, որ offer-ը լինի time limited, չլինի unlimited time-ով։ Եթե unlimited time լինի, կորելու է, տենց էլ կորելու է, չես կարողանալու կապ հաստատես, ինքն էլ խաղցնելու է քեզ էլ, քո ֆիրման էլ, մյուս ֆիրման էլ, մյուս HR-ն էլ եւ ինքը տենց մինչև իր ուզածին հասնի։ Դրա համար կանդիդատները շատ մեր հայկական բառով շուստրի են իրենք։ Մանավանդ եթե senior role են կամ գիտեն, որ դա challenging role է, հեշտ չի առնել այդ մարդուն, իրենք օգտագործում են այդ առիթը պարզապես։ Բայց եթե հստակ deadline կա, օրինակ ինձ մի հատ ֆիրմա տենց արել է, ես էլ եմ տենց արել մի անգամ, ոչ թե կորել եմ, իրականում մոռացել էի դրա մասին։ Ես շատ հետաքրքրված չէի company-ով, role-ով ընդհանրապես, եւ որոշումներ արել էի արդեն, որ պետք է գնամ ուրիշ ինչ որ բանի, որոշումս կայացրել էի, մոռացա, mail էր եկել ինձ, իրականում չէի նայել,
նայել էի առաջին անգամ օֆերն էի տեսել, բայց լավ չէի ուսումնասիրել, քանի որ չէի ուզում այդ կամպանին ամեն դեպքում։ Բայց deadline էին դրել մեջը, deadline-ին օրը, երբ որ submit չարեցի իմ պատասխանս, հաջորդ օրը մեզ մեյլ եկավ ինձ, որ գներեք, մենք չենք դիտարկում ձեր տեխնացությունը այլևս, քանի որ մեր deadline-ը անցել էր արդեն։ Այսինքն իրենք կարող էին շատ էին ուզում recruit անային, հակառակ մյուս կողմից էլ ես շատ բան չէի հետաքրքրված չէի, դրա համար էլ մոռացել էի, քանի որ եթե շատ հետաքրքրված լինի, մեկը չի մոռանա տենց բաներ։ Բայց ես միշտ համաձայն եմ, որ ինքը լինի time oriented, ինչ որ time limitation-ով deadline-ներ։ Իրականում մերսի պատասխանի համար, իրականում ես էլ եմ միշտ deadline դնում եմ, բայց մեկը իրանց դեպքում այդքան էլ չի աշխատում, սովորաբար մեկը ավել ժամանակ են խնդրում deadline-ի համար, բայց լավ շատ ճիշտ ասեցիք, որ այդ տեխնացուները մեկը կասկածելի են, տենց մի հատ case ունեցանք, ի վերջո accept արեց offer-ը, relocate աղավ Հայաստան, մի քանի ամսից հետ գնաց դուրս եկավ։ Իրականում, հա, այն մարդը, որ fully համոզված չէ այդ ամեն ինչին, մանավանդ տարբեր culture-ներից, օրինակ մենք վաճառքում, օրինակ եթե տարբեր երկրների հետ ենք աշխատում, միշտ ուշադիր ենք այն հատվածին, որ իրենք ոնց են մշակութապես մոդենում այս հարցերին։ Ինչու, քանի որ երբեմն նաև դու բարեր ես օգտագործում նույնիսկ, եթե ճիշտ չի օգտագործել իրանց մոտ։ Դրա համար շատ պետք է ամեն նյուանսները հաշվի առնել, երբ որ ինչ որ մեկուն, ինչ որ բան ես առաջարկում, բայց time limited deal-եր ունենալը կամ առաջարկներ ունենալը, այդ կարծում եմ, որ ամեն մարդ պետք է օգտագործի դա բարձրապես հստակություն տալու համար եւ նաեւ ծեր pipeline-ը ճիշտ manage անելու համար, քանի որ շատ անգամներ դուք կախվածություն եք ունենում այդ մարդկանցից, որը որ իրականում ճիշտ չի, ինչի, քանի որ օրինակ եթե այսօր ես վաճառք եմ անում, pipeline-ս $1 միլիոն է, եթե ես սպասում եմ մի հատ deal-ի, որ $500,000 է եւ ուրիշ բան չեմ անում, չէ, ես կնախընտրեմ pipeline-ս $2 միլիոն անեմ, այդ 500,000-ին էլ ասել, որ այսքան ժամանակ ունես այս deal-ը ընդունելու, եթե չէ, ուրեմն ես withdraw եմ անում այս deal-ը, հետո ուրիշ պայմաններ ա լինելու։ Այսինքն դուք նենց արեք, որ ինքը բան հետաքրքիր առաջարկ ունենաք, բայց շատ time limited, որ հետո եթե կա ինքը նորեն offer անեք իրեն, խնդիր չի գա, բայց այս նույն offer-ը չի լինելու։ Ուրիշ հարցեր։ Մենք այլ հարցեր։ Եթե ինչ-որ մեկը բան եթե գրեց, ես չեմ նայում։ Չէ, Հա, օքեյ։ հաղորդագրություններ։ Ամեն դեպքում, եթե հարցերը հետո առաջանան հետագայում, կարող եք բուզանդի հետ է կապի դուրս գալ, մենք կոնտակտներ կկիսվենք նաև մեյլով, ու դե նաև ունենալու ենք ձայնագրություն recording-ի, կարող եք վերանայել, եթե ինչ-որ հարցեր կա առանձնացնել ու նորից ձեր հարցերը ուղղել բուզանդին, ու նաև մենք կկիսվենք պրեզենտացիայով ձեզ հետ։ Շատ շնորհակալ ենք, որ ձեր ժամանակը երեկոն նվիրեցիք մեզ ու նաև ինչ որ առումով կիսվեցինք, փոխանակվեցինք գիտելիքներով։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ Բուզանդ ջան։ Ու դե արդեն մենք կապի մեջ կլինենք ձայնագրության, պրեզենտացիայի ու առհասարակ sales-ի վերաբերյալ ցանկացած հարցադրման մասով։